Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մայիսի 14-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Մի հարց ուղղակի ասեմ, այսօր մայր հողին հանձնեցին քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանին, ինչքան փորձում եմ ես խուսափեմ այդ թեմայից խոսել, որովհետև գործընկերոջ մասին ես խոսում, բայց այնուամենայնիվ պետք է ընդունենք, որ մեր անելիքները շատացան, որովհետև մի մարդ այդ դաշտում, որ շատ ասելիք ու անելիք ուներ, պակասեց։ Լավագույն հարգանքը դա անելն է նաև իր փոխարեն։ Ուրեմն Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է. Կրեմլն առայժմ չի բացահայտի, թե ով է ներկայացնելու Ռուսաստանը Ստամբուլում, Ուկրաինայի հետ բանակցություններում, բայց ռուսական պատվիրակությունը մայիսի 15-ին անպայման այնտեղ կլինի և կսպասի Կիևի ներկայացուցիչներին, ասել է Պեսկովը։ Դե այսօր ամսի 14-ն է, 15-ը վաղն է, մենք ուրիշ տեղերից ենք իմանում, որ Պուտինը չի ցանկանում գնա, եթե հանկարծակի չորոշի գնա, իհարկե տարբեր երկրներ հորդորում են, որ Պուտինը գնա, սկսած Բրազիլիայի նախագահից, բայց նաև Թուրքիայից իմանում ենք, որ իրանք Պուտինին չեն սպասում, որովհետև Պուտինը այն գործիչը չի, որը համապատրաստից վեր կենա գնա և իր անվտանգության հետ կապված շատ լուրջ նախապատրաստական բաներ չանի, և այդ պարագայում անհնարին է, որ Թուրքիայի իշխանությունները, հատուկ ծառայությունները չիմանան, որ Պուտինն է գալու, այնպես որ եթե ինչքան էլ խորհրդավոր ձևով Ռուսաստանից ակնարկներ անեն, այլ օժանդակ հարցերից պարզադառնում, որ Պուտինը չի գնա, եթե իհարկե չհասկանա, որ եթե Տրամպը ասում է արի ես էլ եմ գալի, առնվազն պետք է ինքը շատ արագ գնար, ոչ մի պարագայում այդ խոսքը օդում չթողեր, իսկ շատ ցավալի է, որ Ամերիկայի նախագահը հաշտվի են մտքի հետ, որ իր խոսքը կարող է օդում մնա, համենայն դեպս պետք է մտածի դրա պատասխանը տա, որտեղ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը մեկին ասում է ես ցանկանում եմ քո հետ հանդիպեմ, եթե նույնիսկ ասի Անտարկտիդայում, այդ մարդը պետք է շատ արագ տաք շորերը հագնի գնա Անտարկտիդա, եթե չի գնում, ուրեմն չի հարգում Ամերիկայի նախագահին, կամ Ամերիկայի նախագահը իր խոսքը չի հարգում եւ այդպես ասում, այսինքն սա պետք է հետևանք ունենա, սա շարքային բան չի, որ Տրամպը կանգնի ասի պատրաստ եմ ես գամ, ասեն հեչ էլ գաս, մենք չենք գալիս, սա պետք է հետևանք ունենա։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է. Ուկրաինայի իշխանությունները հասկանում են, որ չեն կարող վերադառնալ 2014 թվականից ի վեր կորցրած իրենց բոլոր տարածքները։ Մենք պետք է օգնենք Ուկրաինային պաշտպանել իրեն, բայց մենք չենք ցանկանում երրորդ համաշխարհային պատերազմ սկսել, ասել է Մակրոնը։ Ֆրանսիայի նախագահի կարծիքով ռազմական գործողությունները պետք է ավարտվեն և Կիևը պետք է լավագույն դիրքում լինի բանակցություններին վերադառնալու համար, ինչը թույլ կտա լուծել տարածքային խնդիրները։ Իհարկե սրանից չի ենթադրում, որ Մակրոնը գտնում է, որ պետք է Ուկրաինան հրաժարվի իր տարածքներից։ Խոսքը վերաբերում է գնալ զինադադարի և իրատեսական լինել, որ այս պահին զինադադարով, եթե դու Ռուսաստանին պարտություն չես պարտադրում, ինչի պետք է թողի այս դիրքերը և հետ քաշվի։ Դիրքերը թողել հետ քաշվելը, քանի որ ցանկացած պատերազմի վերջո քաղաքական լուծում է սկսելն էլ, քաղաքական լուծում է ավարտելն էլ։ Եվ երբ որ որոշեցիր, որ ավարտում ես, կարող է ցանկացած իրավիճակում զորքդ անգամ հետ քաշես կամ ուրիշ որոշումներ կայացնի, մեկից մի տարածքը մյուսին անցնի։ Խնդիրը կարևորը, որ պատերազմն ավարտվի այս փոլում և մինչև տեսնեն արդյունքները, բայց ոչ մի պարագայում իհարկե չի ակնկալվում, որ Ուկրաինան կարող է հանկարծ ինքը հրաժարվել իր տարածքներից, եթե դու օրինականացնես օկուպացիան, ոչ թե փաստի հետ հաշվի նստես, բայց այդ օրինականացնես օկուպացիան, ասես հա լավ են ինչ որ գրավել ես քոնն է։ Այդ պարագայում գայթակղությունը շատ մեծ է, ավելի շատ տարածք վերցնել, մեկը լավ էլ օրինականացնող ես։
Այնպես որ սա նշանակում է, որ այդ ուղղությամբ քայլերը շարունակվելու են։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը Սաուդյան Արաբիայում հայտարարել է, որ չգիտի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կգնա Թուրքիա Ուկրաինայի հարցով բանակցությունների։ Տրամփը նաև հայտարարել է, որ միշտ դիտարկում է Ռուսաստանի նկատմամբ երկրորդային պատժամիջոցները, որոնք նա սպառնում էր կիրառել ավելի վաղ, եթե Մոսկվան խուսափի խաղաղ կարգավորումից։ Նա կցանկանար, որ ես այնտեղ լինեի եւ դա հնարավոր է։ Չգիտեմ նա այնտեղ կլինի, եթե ես այնտեղ չլինեմ։ Մենք կիմանանք, ասել է ԱՄՆ նախագահ։ Այս է եմ ասում, որ 2 օր է հայտարարել է Դոնալդ Տրամփը, որ պատրաստ է հանդիպել Թուրքիայում եւ երակոմ այդ հարցը լուծենք, միջնորդ հանդեսանամ, չնայած որ հենց առաջի իսկ իր հայտարարության ժամանակ ասել են, որ դա կոպիտ սխալ է նման բան ասելը, Ամերիկայի Միացյալ Նահանգները առաջնային բանակցություն չի վարում, եթե դրա արդյունքը պարզ չի։ Շատ տարօրինակ է։ Ուրեմն եթե ասում ես գալիս եմ մասնակցում եմ, ուրեմն դուք դե նախապես իմանաս, որ ընենց ես ձգե Պուտինի ականջները, որ ինքը քո ասածը պետք է կատարի, բայց առայժմ չի երևում, որ Պուտինի ականջը այդքան ձգած է։ Այնպես որ ուրեմն նշանակում ատեղ անելիք չկա։ Առավել եւս, որ չիմանաս էլ 2 օրվա մեջ խաբար չուղարկեն թեկուզ իրանց խողովակներով, որ ասեն ինքը չի գալու մի սպասի։ Հարցը նա չի, որ Տրամփը տարածաշրջանային այցով գտնում է մոդիկ տեղ։ Մոդիկ տեղը ո՞րն է Ամերիկայի նախագահի համար։ Ամերիկայի նախագահը իր գրաֆիկը փոխի գնա հանդիպման, դա լրիվ ուրիշ որակական հարց է, դա պետք է հարց որոշվի դրանով։ Տրամփն ասել է, որ չի բացառում Թուրքիայում Պուտինի հետ հանդիպման հնարավորությունը, եթե նա մոտեցնի հակամարտությունը։ Սա պատերազմն ավարտելու հնարավորություն է։ Ես կմտածեմ դրա մասին։ Պատրաստ եմ փոխել գրաֆիկս կյանքեր փրկելու համար, ընդգծել է ԱՄՆ նախագահը։ Իդեպ Սաուդյան Արաբիայից մինչև տեղ հասնելը Քաթար երևի ճանապարհին ինչ-որ բան ասել են Դոնալդ Տրամփին, որը ինքը մեզ չի ասել, բայց ինչ-որ բան ակնարկել է։ Կարծում եմ, որ այն Սաուդյան Արաբիայում լսեցիք, որ խաբար չէր Պուտինը գալու է, չի գալու, ինչ ալնելու։ Իսկ հիմա ասում է, կարծում եմ, որ մենք բավական լավ նորություններ կունենանք Ուկրաինայի վերաբերյալ այսօր կամ հնարավոր է վաղը, եւ անկեղծ ասած ուրբաթ օրներ, բայց տեսնենք, ասել է Սպիտակ տան ղեկավարը Քաթարի էմիրի հետ հանդիպման ժամանակ։ Այսինքն Սաուդյան Արաբիայից մինչև Քաթար գնալը ինչ-որ բան այնուամենայնիվ իրան ասել են։ Չնայած ես չեմ կարծում, որ այստեղ լավատեսության շատ տեղ կա, որովհետև դեռ կողմերի տեսակետները հեռու են իրարից, իսկ դեռ քաղաքական պարտադրանք Պուտինը իր վրա չի զգում։ Եթե Պուտինը իր վրա դա զգար, դա կգնար կոմպրոմիսի, անգամ կարող ամբողջ տարածքից դուրս գար, ոչ թե պնդեր, որ ինչ-որ վերցրել եմ իմնա, որտեվ պատերազմը այդպես էլ ավարտվում է։ Ինչի խորհրդային միությունը Աղվանստանից ոնց դուրս եկավ, կամ Ամերիկայի Միացյալ Նահանգները Աղվանստանից կամ Վիետնամից, թողեցին դուրս եկան, քաղաքական որոշում կայացրեցին։ Այնպես չի, որ ով ինչ վերցրել է իրանն է։ CNN-ը հայտնում է. ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը Պարսից ծոցը չի վերանվանի արաբական ծոցի։ Տրամփը նման որոշում է կայացնել Իրանի դիրքորոշման պատճառով, որը սպառնացել է պատասխանել այդ գործողություններին։ Պարսից ծոցի վերանայելու այս ծրագրերը փոխում են, քանի որ իրանցի պաշտոնյաները հասկացրել են, որ կտրականապես դեմ են լինելու նման քայլին, հաղորդում է հեռուստաալիքը։ Իհարկե շատ զարմանալի էր, որ նման բան տարածվեց, եւ շատ զարմանալի էր, որ դա կարող է Դոնալդ Տրամփը դրան գնալ, դրա մասին խոսել ենք, դե այնպես չի, որ լրիվ անտրամաբանական բան կամ այդ ում էր պետք է ժեստը անելը արաբական երկրների, որ տեսեք դնում ենք արաբական, դա իրանց վեճն է, պարսիկների արաբների վեճն է, թող իրանց վեճը հարթեն։ Դա ինչ խնդիր է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեկի կողմը բռնի, երկուսի անունն էլ տվեք, ասեք արաբական ծոց, պարսից ծոց, այդ ինչ մի խնդիր է, որ ափսոս է, որ ասենք նման հարցով անգամ Սպիտակ տնից ակնարկեն, մի հատ էլ ակնարկենք, որ Իրանից վախեցել ենք չենք անում, ամոթ է էլի։ Ոչ ակնարկեք, ոչ էլ ցույց տվեք, որ վախենում եք։ Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը, խոստանալով նրա ստվերային նավթային նավատորմի դեմ միջոցներ, մինչդեռ Եվրոպան սպառնում է հետագա պատժամիջոցներով, եթե Մոսկվան չհամաձայնվի Ուկրաինայի հետ զինադադարի։ Իհարկե, ասել, որ այս 17-րդ
փաթեթը Եսի մինչ կատաստրոֆիկ հարված է Ռուսաստանին, չէ, Ռուսաստանը շատ պատժամիջոցների տակ հանգած, սա էլ հերթականն է, բայց տվյալ պարագայում սա որակական պատժամիջոց է, ինչ առումով որակական, որովհետև սա խոսում է նրա մասին, որ Եվրամիությունը հետևողականորեն առաջ է գնում, հատկապես ինքը խնդիրը դնում է, եթե Մոսկվան չի համաձայնում զինադադարի, ուրեմն մենք շարունակում ենք։ Իդեպ Եվրամիությունը նաև բանակցում է Միացյալ Նահանգների հետ, քանի որ Միացյալ Նահանգների կոնգրեսում էլ պատժամիջոցների հարցը շրջանառության մեջ է, այդ նույնը նաև եւ Եվրամիությունից են ակնարկում եւ նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որ մենք պետք է սինխրոն գործենք Միացյալ Նահանգների հետ, որպեսզի պատժամիջոցներն ավելի արդյունավետ լինի։ Համենայն դեպս իրանք հետևողական են այդ հարցի ուղղությամբ։ Իրանը մայիսի 16-ին Ստամբուլում բանակցություններ կանցկացնի 2015 թվականի միջուկային համաձայնագրի եվրոպական կողմերի հետ, որը ներկայում դադարեցված է։ Բարձրաշրջան դիվանագետների միջոցով բանակցությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ երկու կողմերն էլ ձգտում են դիրքավորվել առաջիկա օրերին կայանալիք ԱՄՆ-Իրան բանակցությունների 5-րդ փուլից առաջ։ Հիմա սա էլ մենք ուշադրություն դարձնենք, սա առաջի դեպքը չի, Իրանը լավ էլ չարչարվում է, որ եռյակին համոզի եվրոպական եռյակին դա Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, որ անպայման նստեն բանակցությունների, որովհետև դա էլ անցյալ տարվանից, երբ որ դեռ նախընտրական շրջանում էր Իրանը տանջվում, որ այդ հարցը անի, բայց այն ժամանակ ինքը ուրիշ խնդիր էր անում, հետո նեղվեց, թե ինչի չհամաձայնվեց, ինչի եռյակը եվրոպական չհամաձայնվեց։ Իրանը ասում էր, որ Ամերիկա, եթե դու ին վրա ճնշես, ես եվրոպական գործընկերների հետ կպայմանավորվեմ, համաձայնության կգամ, այսինքն մեկուսացած չեմ մնա։ Եվրոպական եռյակը իրանց շատ սոլիդ պահեցին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների թիկունքում որևէ քայլ չարեցին։ Ասին չէ։ Ամերիկայի այդ հարցը կարգավորի, արի միասին այդ հարցը նայենք, որովհետեւ մենք այդ հարցը համատեքստում ենք նայել, չենք նայել առանձին։ Այսինքն չես կարող դու մեզ պարակտես, էլի եվրոպական քաղաքականությունը հակադրես ամերիկյանին։ Բայց այս ընթացքում, երբ որ արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգները հակադրեց իր քաղաքականությունը եվրոպականին, նորից այս հարցը Իրանի մոտ առաջ եկավ, որ այնուամենայնիվ եվրոպական եռյակի հետ ինքը բանակցի, բայց մի խնդիր էլ կա, այնպես չի, որ եվրոպական եռյակը ցանկանում է հետ քաշվել ու դրան չմասնակցել, ոչ, ինքը լավ էլ ցանկանում է մասնակից լինել, բայց նույնիսկ հիմա ինքը չի ցանկանում Ամերիկայի դեմ բանակցություններ վարել։ Այդ ուղղակի մենք իմանանք, որովհետև Իրանի միջուկային ծրագիրը եւ դրա հետևանքները Իրանին ավելի քիչ վնաս կարող է հասցնի, քան մեզ, որի պարագայում մենք շատ ուշադրությամբ հետևում ենք, թե ինչ է կատարում։ Նույնն էլ ուկրաինական պատերազմին է վերաբերում։ Իսկ հիմա մենք տեսնենք, Իրանը բանակցություն է վարում Ամերիկայի հետ, Իրանը ցանկանում է բանակցություն վարի եվրոպական եռյակի հետ, բայց եւ նույն Իրանը ցանկանում է ցույց տա, որ ինքը չի զիջելու, միջուկային ծրագրում չի զիջելու։ Այսինքն իսկ եթե չի զիջելու, դա ինչին է հանգեցնելու։ Իրանի խորհրդարանի ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ուղղված պաշտոնական դիմումում ասվում է. Իրանի ղեկավարությունը կարող է ուրանի հարստացման մակարդակը հասցնել 93%-ի, եթե ատոմային էներգիայի միջազգային գործակալության ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարությունը շարունակի հակաիրանական քաղաքականություն վարել։ Իրանի Իսլամական Հանրապետությունը միջուկային ոլորտում հետազոտությունների եւ մշակումների ոլորտում սահմանափակումներ չունի եւ իրավունք ունի հարստացնել ուրանը մինչեւ 93%, իր գիտական, բժշկական եւ արդյունաբերական կարիքներին համապատասխան, ասվում է խորհրդարանի հայտարարության մեջ։ 2015 թվականին Ռուսաստանը, ԱՄՆ, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան ստորագրեցին գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, ինչը ենթադրում էր, որ Իրանը պետք է սահմանափակի իր միջուկային ծրագիրը արևմուտքի կողմից պատժամիջոցների չեղարկման դիմաց, բայց այն որ մշտապես Իրանն ասում է չի կարելի Ամերիկայի Միացյալ Նահանգներին վստահել, բայց 2018 թվականին Դոնալդ Տրամպի որոշմամբ առաջի պաշտոնավարման ժամանակ ԱՄՆ-ն դուրս է եկել համաձայնագրից, դրանից հետո Իրանը մեծացրել է բարձր հարստացված ուրանի իր պաշարները։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին զգուշացրել է, որ ներկա պայմաններում Իրանին մի քանի միջուկային մարտագլխիկներ ստեղծելու համար կպահանջվեն ամիսներ,
ոչ թե տարիներ։ Ահա սա է, ինչի մասին խոսում ենք, սա է, ինչից կարելի է մտահոգվել, որովհետև եթե ինքը չի պատրաստվում իր ծրագիրը դադարեցնել, նշանակում է Իսրայելը չպետք է կանխի իր գործողությունները, ամեն ինչ պետք է անի, ձեռքը հարուտեղ գցի, մենակ անի նա, որպեսզի անպայման կանխեն, որպեսզի հարստացված ուրանը դուրս գա Իրանից, որպեսզի Իրանի միջուկային լաբորատորիաներն ու գործարանները պարզապես վերացվեն, որովհետև ռումբ ստեղծելուն մնացել է ամիսներ։ Մանավանդ Իրանը չի հրաժարվում հարստացնելուց, ասում է դա անում եմ խաղաղ նպատակներով, բայց մարդիկ տեսնում են այդ հարստացածի ծավալը եւ այդ ծավալից հասկանում են, որ այդ խաղաղ նպատակներով հարստացված ուրանից մինչև ռումբը բաժանում է մի քանի ամիս, իսկ որը վերահսկելը շատ դժվար է, որովհետեւ ստորգետնյա լաբորատորիաներ են, գործարաններ են եւ ոչ բոլորն է, որ կարողանում են իրանք ֆիքսեն։ Այնպես չի, որ նույնիսկ եթե ասեն բացել ենք, եկեք նայեք, ամեն ինչը կարող է չբացեն, որ գան նայեն։ Սա նշանակում է, որ Իսրայելը այս տարբերակին չի համաձայնվելու, Ամերիկան այս վիճակում համաձայն չի գնա առճակատման եւ ռմբակոծի Իրանը։ Իսրայելն էլ եթե հարվածի, պետք է Իրանից պատասխան ստանա։ Այդ դեպքում, եթե Ամերիկան չպաշտպանեց, Իսրայելը այդ հարվածները չի հասցնի։ Այսինքն այս անորոշությունը մեզ համար դեռ շարունակվելու է, որովհետև լուծումը գտնված չէ։ Իրանը չի զիջելու, Ամերիկան ասում է դու ռումբ չպետք է ունենաս, նա էլ ասում է ես խաղաղ նպատակով եմ անում, ասում է այլապես կխփեմ, ասում արի բանակցենք, պայմանավորվենք, դու ես բանակցությունից դուրս եկե, ինձանից ինչ ես ուզում։ Եվ իսկապես Ամերիկան է բանակցությունից դուրս եկե, այնպես չի որ դա չգիտեն։ Եվ դրա համար Իրանը միշտ ասում է, մենք չենք էլ հավատում, որ կարող է Ամերիկայի Միացյալ Նահանգները իր խոսքի տերն լինի։ Դրա համար այս պարագայում մենք էլի ուշադիր կլինենք, որ հասկանանք, թե ի վերջո ինչ լուծում են գտնում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփ Սաուդյան Արաբիայում հանդիպել է Սիրիայի նոր ղեկավար Ահմեդ Ալ-Շարայի հետ։ Հանդիպանը միացել են նաև Սաուդյան Արաբիայի թագաժառանգը, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպմանը միացել է տեսակապի միջոցով։ Այս էլ են մտահոգություններից մեկը մեզ համար, որ Թուրքիայի դերակատարությունը Դոնալդ Տրամփը շատ է կարևորում։ Եթե առաջի պաշտոնավարման ժամանակ փորձում էր Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունը կարգավորելու ժամանակ դրանով չեզոքացնի, մեկուսացնի Թուրքիային, ապա այսօր Սաուդյան Արաբիայա գնում եւ բանակցությունա վարում, Թուրքիային էլ ներգրավում է դրա մեջ, որը որ մեզ համար հեչ ցանկալի չի։ Թուրքիայի դերակատարությունը ընդլայնվելը, այն էլ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ լավ էլ սինխրոն պայմանավորված։ Ես կհրամայեմ վերացնել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները, նրանց հնարավորություն տալու համար, ասել է ԱՄՆ նախագահը։ Այսինքն հիմա ինքը համարում է, որ Սիրիայի հարցը կարգավորված է, ինչ պատժամիջոց։ Նորմալ մարդիկ խաղաղ իրանց համար ապրում են Թուրքիայի վերահսկողության տակ։ Այսինքն այդ տարբերակը լիովին ընդունելի է Դոնալդ Տրամփի համար, բայց արդյոք մեզ համար ընդունելի է։ Չասենք, թե Սիրիայում մենք համայնք ունենք, որ այնքան այս վայրիվերումների պատճառով որ մասը մնաց, որ մասը դուրս եկավ կամ ցանկություն ունի գնա, մի մասն էլ գնացածները ցանկություն ունեն վերադառնան, դա ուրիշ թեմա է։ Այնպես չի որ ամեն ինչ հրաշալի էր Ասադի ժամանակ, բայց ուղղակի հա դե բռնապետական երկիր էր, մարդիկ էլ հարմարվել էին, իրանց համար ապրում էին էլի։ Բայց հիմա այս անորոշության պայմաններում, երբ որ դրության տերը Թուրքիան է, նույնիսկ եթե իրանք ժեստեր են անում խաղաղության եւ այլ, այդքան էլ դա արժանահավատ չի, որովհետեւ չես իմանա վաղը ինչ կանեն։ Թուրքը մնում է թուրք, բայց վատը նա է, որ այդ թուրքի հետ սերտ համագործակցում է Դոնալդ Տրամփը, նույնիսկ եթե դա Իսրայելի հաշվին է։ Տրամփը պարզաբանել էր, որ համապատասխան որոշում է կայացնել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Ահմեդ Ալ-Սալմանի եւ Ալ-Սաուդի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ իրավիճակը քննարկելուց հետո Դամասկոսը ողջունել էր պատժամիջոցները չեղարկելու Տրամփի հայտարարությունը։ Այսինքն ինչպես տեսնում եք, որ այն որ նրանք մրցակիցներ էին Սաուդյան Արաբիան եւ Թուրքիան, հիմա Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի հետ միասին կարգավորում են Սիրիայի հարցերը։ Իհարկե, սա մեզ համար հաստատ ցանկալի չէ։ Չեմ ասում շատ ուղիղ առճակատման խնդիր է, բայց դրանից անհանգստանալու հարց իհարկե ունենք։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շերիֆի կողմից իրեն ուղղված շնորհակալական խոսքերին։ Էրդողանը Թուրքիա-Պակիստան հարաբերությունները որակել է եղբայրական եւ այն համարել իսկական բարեկամության ամենալավ օրինակներից մեկը։ Մենք որպես Թուրքիա մեծ կարևորություն ենք տալիս Պակիստանի խաղաղությանը, հանգստությանն ու կայունությանը, հավելել է Թուրքիայի նախագահը։ Այնպես ինչպես անցյալում ձեր թե լավ թե վատ օրերին մենք շարունակելու ենք լինել ձեր կողքին։ Պակիստան, Թուրքի ընկեր կեցես, եզրափակել է Էրդողանը։ Այսը այն է, ինչի մասին պարբերաբար խոսում ենք։ Այդ ինչ ռեգիոնալ քաղաքականություն է զվարում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, եթե Պակիստանի ղեկավարը շնորհակալություն է հայտնում Էրդողանին, այն դեպքում, երբ որ պատերազմը դադարեցվել է Միացյալ Նահանգների միջնորդությամբ, որովհետև այդ լարված օրերին Թուրքիան եւ տեխնիկա էր ուղարկում Պակիստան եւ հայտարարություն էր անում եւ դատապարտում էր Հնդկաստանին, այսինքն մենք գիտենք Թուրքիայի վերաբերմունքը Պակիստանի նկատմամբ, բայց նաեւ գիտենք, որ մենք վերաբերմունք ինչպիսին է մեր Պակիստանի նկատմամբ։ Բացի այն, որ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք ու այդ երկիրը չի ճանաչում Հայաստանը, նա 44 օրյա պատերազմի ժամանակ օգնել է Ադրբեջան, առարկայական օգնել է, մենակ չի հայտարարել, որ սատարում եմ, առարկայական օգնել է այդ պատերազմից, մեր դեմ կռվին օգնել է։ Եվ այս պարագայում հիմա Թուրքիան տեսնում եք ինչպիսի ժեստեր է անում Պակիստանին։ Ուզում եմ հասկանամ, մենք մեր ռեգիոնալ քաղաքականությունը այդ ոնց ենք կառուցում։ Ես պատահական չի, որ բարբերաբար հիշեցնում եմ, որ երբ որ երկրորդ աշխարհամարտի ժամանակ Գերմանիա եւ Խորհրդային Միությունը գաղտնի պակտով Մոլոտով-Ռիբենտրոպ որոշեցին, որ պետքա բաժանեն Եվրոպան եւ ամենակարևոր բաժանելու կետը հենց դարձավ Լեհաստանը, որ այս կողմից Գերմանիան մտնի, այս կողմից Խորհրդային Միությունը ու դառնան իրար հարևան, այնպես չի, որ Խորհրդային Միությունն էլ շատ դաժան բաներ արել Լեհաստանում, Գերմանիան էլ արել, Գերմանիան համակենտրոնացման ճամբարներ ուներ, ճամբարներ, որոնք համալիրներ էին, մենակ մի ճամբար չէր, Օսվենցիմը, Մայդանեկը եւ այլն։ Բայց պատերազմն ավարտվեց, ես ամենապատկերավոր օրինակն ասում եմ, որ 2004 թվականին, երբ որ արդեն դարձավ Լեհաստանը Եվրամիության անդամ, բացեցին սահմանը Գերմանիայի հետ, գնացել գրկախառնվում էին իրար, ողջագուրվում էին, այդ տեսեք, մենք արդեն միասին ենք։ Այդ ինչ եղավ, որ ինքը մոռացավ, որ համակենտրոնացման ճամբարը գերմանացիներ սարքել, բայց մինչև այսօր ինքը հիշում է, թե Խորհրդային Միությունն ինչ արել Լեհաստանին։ Այսինքն ինքը Խորհրդային Միության համար մեղադրում է Ռուսաստանին, որովհետև Ռուսաստանն ասում է, ես իրավահաջորդն եմ Խորհրդային Միության։ Դե ասում է, թե իրավահաջորդն ես, պատասխան տու նրա արածի համար։ Եվ հիշեցնում է այդ դաժան անցյալը։ Իսկ Գերմանիան ասում է, ես իրավահաջորդը չեմ նացիստական Գերմանիայի։ Այսինքն նա բանաձևելով, ասենք, Լեհաստանը Գերմանիայի հետ տեսնում է պայծառ ապագա, Ռուսաստանի հետ հիշում է դաժան անցյալը։ Այդ դա է պատճառը, որ նույն հարցի հետ կապված վերաբերմունքը տարբեր է։ Ոչ թե այդ պետությունը պատմական հիշողություն չունի, չի հասկանում, որ Խորհրդային Միությունն էլ է իրան մարդ սպանել, երասպաներին տարավ կատինում սպանեց, այդ բոլորը մանրամասը չասենք։ Այսինքն ուզում ասեմ, ինքը նույն ձևի պրետենզիա կարող է ներկայացնել եւ Խորհրդային Միությանը, առավել եւս, որ Գերմանիան է, բայց Ռուսաստանը Խորհրդային Միությունը չի։ Բայց Ռուսաստանը, երբ որ ասում է, ես տեր եմ Խորհրդային Միության ժառանգորդն եմ, ուզում եմ Խորհրդային Միությունը վերականգնեմ, ասում են ուրեմն դրամայել եւ այսօր օկուպացնում է հարևան երկիրը։ Դրանով Լեհաստանն ասում է, որ քո հետ մեզ կապում է դաժան անցյալը, ինչու համար ես դա հիշացրեցի։ Ես որ այդ օրինակը բերում եմ, ասում եմ, ոչ մեկս չենք ասում, որ անպայման միշտ պատերազմի մեջ լինենք, հանուն հաջորդ սերունդը որ չպատերազմի, մենք պատրաստ ենք այդ բեռը մեր վրա վերցնենք, որ մեր պատերազմի բեռը չթողենք մեր գալիք սերունդին։ Բայց եթե դու տեսնում ես, որ ռեգիոնալ քաղաքականության ժամանակ դու չունես որևէ ապագա ոչ Ադրբեջանի, ոչ Թուրքիայի, չունես նաև Իրանի հետ, Իրանի հետ լավագույն դեպքում կարող ես նորմալ հարաբերություն ունենաս, Վրաստանի հետ կարող ես ունենալ, դա կարող նորմալ պայծառ լինի, եթե Եվրամիություն գնաք, այլ ոչ թե Ռուսաստանը Վրաստանն օկուպացնի, Հայաստանն էլ հետը։ Այսինքն այս պարագայում, երբ որ մենք խոսում ենք
նորմալ բարիդարացական հարաբերությունների մասին մի պարզ հարց է ծագում։ Այդ ուր են գնում այս ռեգիոնի պետությունները, որոնց հետ մեր քայլերը համահունչ են։ Դրա համար օրինակ ենք բերում, որովհետև Եվրոպայում էլ չկան տենց երկիր, որ հարևանի հետ կռիվ չի ունեցել կամ սահմանների վերաձևում չի եղել։ Մատերի վրա կարելի է հաշվել պետություն, որի սահմանները հարյուրամյակներով չի փոխվել։ Իսկ եթե սահմանը փոխվում է, հարևանի հաշվին է փոխվում, էլի կամ ավելանում է կամ պակասում։ Բայց ի վերջո հասել են մի համակեցության կանոնների, որի պարագայում, եթե նույնիսկ իրանք իրար ներսում չուտեն, դա արդեն մեծ հաջողություն է։ Եվրոպան կարողանան պահեն անվտանգ։ Այսինքն այս պարագայում, երբ որ մենք այս օրինակը բերում ենք, պատահական չի, որ ասում ենք միադնայի Թուրքիան ում ընկերն է, ում աղբերն է, եւ ինչ են քարոզում։ Այդ մարդկանց հետ ես դու ասում մենք ունենք ապագա, ասում ենք չունես իրանց հետ ապագա։ Հաշտվեք այդ մտքի հետ, կամ գոնե հաշտվեք այդ մտքի հետ, որ մեզ չեք կարող խաբել։ Եվրամիության էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Դեն Յորգենսն ինչ է ասել։ Եվրամիությունը Ռուսաստանից էներգակիրների չի վերադառնա, նույնիսկ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո։ Եվրամիությունը շատ պարզ է։ Մենք ապագայում Ռուսաստանից էներգետիկ մատակարարումներ չենք ցանկանում։ Մենք հիմա նրանց չենք ուզում եւ խաղաղություն հաստատելուց հետո նրանց չենք ուզում։ Այսինքն սա խոսում է նրա մասին, որ ուշադրություն, սա մենակ ինքը սա է ասում։ Ռուսաստանը իր բանակցային թեմայի մեջ տեղավորել էր նաև մի հարց, որ Ամերիկային ասում էր համոզում էր, որ Ամերիկա դու ճնշի Եվրոպային, որպեսզի Եվրոպան վերականգնի գազի մատակարարումները Ռուսաստանից։ Պատկերացնում եք, ինքը բանակցային թեմա է սարքել, ինքը իր հարցերը Եվրոպայի չի կարողանում լուծի, խնդրում է Ամերիկային, ասում է ոչ թե միջնորդի, ճնշի Եվրոպային, որպեսզի վերականգնեն գազի մատակարարումները։ Դուք պատկերացրեք, էս է Ռուսաստանի վիճակը, բայց այդ գազով շանտաժ է իրանում Եվրոպային, ասում է հիմա ես կմտնեմ Ուկրաինա, փորձեք Ուկրաինային օգնեք, հիշում եք 2022 թվականի ձմեռը ինչ ցինիկ ձևով ծիծաղում էին, կսառեք, մեր ասածը կընդունեք, հազարավոր դոլարներ կվճարեք, խելքներդ գլուխներդ կգա։ Այո, վճարեցին այդ դոլարները, այո, խնայողության ռեժիմ մտան, այո, այլընտրանքային ճանապարհներ որոնեցին եւ ի վերջո հասան դրան, որ իրանք կարողացան կախվածությունը փոքրացնել։ Երկրորդ անգամ այդ սխալը չեն անելու, ժողովուրդ ջան, նորից հիշենք, մի հատ ինչ ենք պարբերաբար պատմական իրադարձությունները հիշացնում, որովհետեւ այդ պատմական իրադարձությունները քո առաջ դուրս է գալի դանդաղ գործողության ռումբի նման, դրած է ինչ որ ժամանակ, բայց պայթում է շատ ավելի ուշ, որովհետև այդ ժամանակ դու դա չես նկատել, որ դա դրած էր։ Հիմա Ռուսաստանից կախվածությունը Եվրոպան ցանկանում է պակասացնել։ Այո, ճիշտ է անում, եւ որովհետև իրանց տառապանքը փորձ ունի։ Եվ պատահական չի, որ պարբերաբար ձեզ դրա մասին հիշեցնում եմ, որտեղից առաջացավ առաջին նավթային էմբարգոն։ Առաջին նավթային էմբարգոն առաջացավ 1973 թվականին, երբ որ 1967 թվականին 6-օրյա պատերազմի ժամանակ կոալիցիոն ուժերը արաբական պարտվեցին Իսրայելին, Իսրայելը բավական տարածքներ վերցրեց իրանցից, որից հետո երբ որ փորձեցին վերականգնել կորցրածը 1973 թվականի հոկտեմբերի 6-ին կրոնական իրանց տոնի ժամանակ, ազգային տոնի ժամանակ, Յոմ Կիպուրի, ահեղ դատաստանի տոնի օրը Եգիպտոսը եւ Սիրիան հարձակվեցին Իսրայելի վրա։ Իդեպ այնպես չի, որ Իսրայելի հետախուզությունը չէր ասում, որ իրանք պատրաստվում են հարձակվել, չնայած նրանք մի քանի հատ էլ կեղծ հարձակում էին այդպես արել, որպեսզի դրթեն նրան, որ Իսրայելը նախահարձակ լինի, ասեն, էլի էս Իսրայելը հարձակվեց խեղճ արաբների վրա։ Բայց այնուամենայնիվ վախեցան նրանից, որ նախահարձակը լինեն նաև այս անգամ, որի պատճառով, երբ որ արդեն հարձակվեցին, բավական ծանր կորուստներ ունեցան Իսրայելը մոտ 3000 հոգի զոհ, դա շատ մեծ թիվ է իրանց համար, որտեղ իրանք սովոր չէին նման կարգի կորուստների, Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությամբ իրանք հետ մղեցին։ Իհարկե մանրամասը չպատմեմ, այդ մասին շատ ենք խոսել, բայց ի վերջո այդ ժամանակ ինչ տեղի ունեցավ։ Հարձակվողը Եգիպտոսներ եւ հարձակվողը Սիրիան էր, հակահարձակում հենց անցավ Իսրայելը եւ նրան աջակցող երկրներ կային։ Այդ ժամանակ ինչ արեցին արաբական երկրները, OAPEC-ը, էլի արաբական երկրների նավթարդյունահանողները որոշում կայացրեցին նավթային էմբարգո մտցնեն Իսրայելին օգնողների դեմ։ Այս է։
Այսինքն ստացվեց այնպես, որ ասում են, եթե դուք կօգնեք, մենք ձեզ նավթ չենք տա։ Եվ 73 թվականի հոկտեմբերի 17-ին այդ նավթային էմբարգոն մտցրեցին, ովքեր որ օգնում էին, Ճապոնիան կլինի դա, Նիդերլանդները կլինի, Մեծ Բրիտանիան կլինի, Կանադան կլինի, Միացյալ Նահանգները։ Եվ արդյունքում ինչ ստացվեց։ Արդյունքում մի քանի ամիս հետո հանեցին այդ նավթային էմբարգոն, չնայած դա առանձնապես ազդեցություն չունեցավ պատերազմի վրա, որովհետև ամսի հոկտեմբերի 6-ին սկսեց, հոկտեմբերի 23-ի կողմերն արդեն ավարտվեց, իրանք էմբարգոն մտցրեցին 17-ին։ Դա որևէ ազդեցություն չունեցավ պատերազմի վրա, բայց դա ապտակ էր սթափության, որ ժողովուրդ ջան, իմացեք, չի կարելի արաբներին վստահել, որովհետև իրանք կարող են նավթային շանտաժով ստիպեն քաղաքական լուծումներ, եւ որից հետո ինչ ստացվեց, երկու ուղղությամբ գնաց աշխատանք համար 1, սկսել արաբական երկրների հետ բարեկամական կապեր հաստատել, պոկել մեկը մեկից, իրարից առանձնացնել, սա մի գիծ, երկրորդ, որտեղ կա նավթ, այնտեղ փնտրել ժողովրդավարություն, եւ պատահական չի, որ մի անգամ մի առիթով ասել եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներ տարբեր երկրներ մտնում է կամ թևավոր խոսքերով, կամ թևավոր հրթիռներով, որոշման իրավունքը թողնելով քեզ, կամ գեղեցիկ բառերով ժողովրդավարություն է ման գալիս որևէ երկրում արաբական, որտեղ նավթ կա, եթե լավ չեն հասկանում, ուրեմն այլ ձևի ալնում, այսինքն պետք է նախ պառակտել արաբական երկրները 1, պետք է դրանցից ստանալ բարեկամներ 2 եւ ամենակարևորը պետք է նրանց կախվածությունից պոկվել եւ խորհրդային միության ծավալները շեշտակի մեծացան հենց այդ նավթային էմբարգոյից հետո արաբներն ասին հասկացանք ամեն ինչ տեսակ էմբարգոն հանում են ասին դուք հասկացաք բայց մենք էլ հասկացանք որ ձեզանից կախվածությունը շատ վտանգավոր է եւ դրա համար կախվածությունը մեծացավ խորհրդային միությունից հետո Ռուսաստանը այդ շանտաժի գործիքը օգտագործեց մինչև ուկրաինական պատերազմ որտեղ լա ուկրաինական պատերազմից առաջ նայեք ինչ խայտարակ կախվածություն էր Եվրոպա Գերմանիան երբ որ ես անգամ ասում եի Անգելա Մերկելը իրան պահում էր որպես Պուտինի Եվրոպայի քուրո Անենց էր իրան պահում ոնց որ վայ ինչ անեմ մի հատ չայ դնեմ թեյ դնեմ խմես Վլադիմիր Վլադիմիրիչ ջան ինչ անեմ քո համար ասա ինչ անեմ քո համար այս վիճակն էր ասա Գերմանիան էդի ճորն էին գցե բայց ով էր գցել ընդամենը մի հատ կախվածությունից Ռուսաստանից փոխվեց չէ այդ վիճակը Այսօր դրանից հետո մի քիչ վախվորած, բայց Օլաֆ Շոլցը իր վիճակը փոխեց, իսկ հիմա տենում եք Ֆրիդրիխ Մերցի հայտարարությունները, տենում եք նրա դերակատարությունը։ Դուք տեսնում եք, որ Գերմանիան պատրաստում է ինչ-որ բան չի, բայց դա ինչ կատարվեց։ Այդ մի քանի տարվա ընթացքում Եվրոպան սթափության հնարավորություն ստացավ ապտակի տեսքով ժողովուրդ ջան։ Հիմա դրա համար ասում է հարիվ չկա, չենք անելու։ Եթե նույնիսկ պատերազմը կավարտվի, մենք այլընտրանքներ կորոնենք, բայց Ռուսաստանից կախվածության մեջ նորից չենք ընկնի, որտեղ իրեն չի կարելի վստահել։ Այնպես որ ժողովուրդ ջան, պետք է նկատի ունենալ, որ այս ամեն ինչը նաև Եվրոպայի համար շատ կարևոր դաս էր։ Այնպես որ այդ դասը իրանք ինչպես տեսնում եք, ոչ մի պարագայում խաղաղության հարցը թույլ չեն տալիս, որ կապվի նորից իդեպ Ռուսաստանից իրանք շատ հանգիստ հիմնակարան ստանան, շատ ավելի էժան, շատ ավելի հարմար պայմաններով, քան մինչև են, բայց ասում են ոչ, այլընտրանքային գծեր, էլի կստանանք, բայց այլընտրանքային գծեր քաշեք, որ երբ ուզենանք ուրիշ տեղից ստանանք, այլ էներգիայի այլ բաներ միջոցներ օգտագործենք, ոչ մի դեպքում չի կարելի վստահել մի երկրի, նայած կախվածություն ունենալ, որը ունի տենց ֆանատիկ ղեկավար, որն ասում է գնանք տարածքները վերցնենք, իսկ դուք ուշադրություն դարձնում եք Ռուսաստանի հեռավոր արևելյան վայրերից, այս փակ ինֆորմացիայի պայմաններում նյութեր են պատրաստում, հազիվ գցում են, ասում են ժողովուրդ նայեք մեր վիճակը, ոնց են մեր տարածքները, մի օր Խաբարովսկից, մի օր ստեղից, մի օր ընդեղից, ոնց են մեր տարածքները տալիս չինացիներին, ոնց են չինացիները գալի մեր տարածքները վերցնում, ոնց են մեծտեղից ազատում, ասում են գնացեք դուրս եկեք, դուք ստեղանելիք չունեք, մենք մեր աշխատողներին կբերենք, անողեիք աշխատողեիք աշխատեք, անգամ այդ փակ ժամանակ, անգամ այս ինֆորմացիայի փակ, որում բռնում դատում են, մարդիկ հազիվ նկարում են ու տարածում են, ասում են ժողովուրդ, իմացեք իրականում ինչա կատարում, Պուտինը ինչ ա բերել մեզ երկրի գլուխը, այնպես որ այդ ամեն ինչը պետք է ուշադրությամբ հետևել դրան, բայց այս ամեն ինչի վիճակում մենք տեսնում ենք աշխարհը ինչա կատարում, այս ինչի մասին խոսում ենք, սկսած Հնդկաստանով, Պակիստանով, Իրանով
ուկրաինական պատերազմով, կարգավորումներով, Սիրիայով բոլորը մեզ ուղղակիորեն առնչվում է, բայց մեր մոտ ինչ է կատարում։ Ադրբեջանը գնում է հերթական սադրանքի, որտեղ խաղաղություն չի ուզում, այսօր նորից Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր մայիսի 13-ին ժամը 20:45-ից 21:30 ընկած ժամանակահատվածում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան եւ հարավ-արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը։ Բա որ չի համապատասխանում, բա որ Ադրբեջանը ստախոս է, Նիկոլ Փաշինյանը ինչով է այդքան վստահ, որ ասում Ադրբեջանի հետ պայմանավորվել ենք պատերազմ չի լինելու։ Ով է քեզ այդպես վստահություն տվել եւ ինչի դիմաց է այդ վստահությունը տվել, որ քեզ օգնելու են նորից ընտրվես։ Որն է այդ վստահության, ամեն օր ասում եք Ադրբեջանը սադրանքի է գնում, ամեն օր ասում եք Ադրբեջանը խաղաղություն չի ուզում, Նիկոլ Փաշինյանն ասում է մենք պատերազմի չենք գնում, Ադրբեջանը պատերազմի չի գնում, մենք խաղաղություն ենք գնում։ Հերիքա այդ մասին ասեք, մենք չենք ասում, դու այս հարցին պատասխանի։ Իսկ այսօր այն ինչ որ ազգային ժողովում կատարվում էր, այս ամբողջ աշխարհաքաղաքական տարածաշրջանային ներպետական լարումների դեմ որ նայում ես, ուղղակի խայտարակություն է, այս անգամ նույնիսկ չեմ ուզում անդրադառնամ այդ թեմաներին, այդ ցածրաճաշակ նախընտրական գզվրտոցների։ Այդ ինչ մակարդակ է, ժողովուրդ ջան։ Ու եթե մեկ ուզում եմ մյուսի նկատմամբ լավ է երևա, ժողովուրդ ջան, այնտեղ այդ երկու թևնել անելիք չունեն, դա խայտարակություն է, խորհրդարանական կառավարման համակարգում այսպիսի խորհրդարան ունենալը, դա ողբերգություն է, ժողովուրդ ջան։ Չի կար, մենք ինչով պետք է աշխարհին մրցակցենք, մեր ռեսուրսներով, մեր 100 միլիոնավոր բնակչությամբ, մեր տասնյակ միլիոնավոր տարածքներով, ինչով պետք է մրցենք, ռեսուրսներով, կոմունիկացիոն հնարավորություն, մի հատ ասում ենք, մի հատ խելք ունենք, այդ խելքը ուր է, ժողովուրդ ջան, եկեք կանգնենք այդ խելքը ման գանք, չկա, եթե խորհրդարանն է մեր ժողովրդի ընտրյալը էտեն, դուք պատկերացեք մեր վիճակը, եւ դրա համար ժողովուրդը բավական լարված է այդ ուղղությամբ։ Մի բան էլ արագ կարդամ, որտեղ Facebook-ը հիշացրեց, ընտրություններից առաջ էր էլի 2021 թվական մայիս, այսինքն ստացվում է, որ ընտրությունը հունիսի 20-ին էր, ինչ մթնոլորտ էր, ինչ էր կատարվում, որ գոնե ես փորձում էի ինչ-որ ձևով իմ տեսակետները տեղ հասցնել, որ գոնե մարդիկ հիմա այսօր նույն իրավիճակի առաջ են կանգնելու, բան չի փոխվել, բայց եթե եզրակացություն չանենք, նույնն է ալնելու։ Աշխարհում քիչ բռնապետեր ու ցախողվածներ են օրինական ընտրվել երկրի ղեկավարի եւ հեռացվել այլ ճանապարհներով։ Արտահերթ ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած բոլոր հիմնական ուժերը պատերազմից հետո հայտարարել են, որ չեն հաշտվի պարտության հետ ու պահանջել են վարչապետի հրաժարականը։ Ու եթե ընտրությունների արդյունքում Փաշինյանը հաղթի, հաշտվելու են պատերազմում պարտության ու հեղափոխականների իշխանության հետ, վարչապետն այլևս դավաճան, կապիտուլյանտ ու հողատու չի որակվելու։ Ընտրությունը միջոց է Փաշինյանին անցնցում հեռացնելու, բայց եթե արդյունք չտվեց, ուրեմն պետք է անմիջապես անցնել պլան B-ին։ Ցավոք այդպես է պլան B-ին չանցան, մանդատները վերցրեցին, ընտրությունը օրինականացրեցին, գնացին խորհրդարանում նստեցին եւ իրանք երբեք էլ մանդատը չեն դնի։ Չեմ ասում, որ մանդատը դնեն իրավական ճգնաժամ կլինի, բայց գոնե քաղաքական կլինի, բայց դա էլ չեն անի, որտեւ իրանք գիտեն ամբողջական ժամկետ մարդիկ կան, որ աշխատեն, հետագայում տասնամյակներով հետո որ գնան թոշակի կստանան ամբողջական падգամավորական թոշակ։ Կեսից որ դուս գան падգամավորական թոշակ չեն ստանա։ Ուզում է Հայաստանը փուլ գա, նա իր տասնամյակների հետո թոշակի մասին մտածելու է, այսօր շատ գեղեցիկ ելույթ է ունենալու ու ինքը մանդատը չի դնելու, ժողովուրդ ջան, հաշտվեք այդ մտքի հետ։ Ընտրության մասնակիցները լի են վճռականությամբ, որ հաղթելու են Փաշինյանին։ Մաղթենք նրանց հաջողություն։ Կներկայացնեն երկիրը զարգացման ճանապարհ դուրս բերող ամեն մեկն իր նախընտրական հանուն ծրագիրը, բայց եթե չստացվի հաղթել, պատկերացնում եք, ինչ վիճակում է հայտնվելու երկիրը։ Եթե հասկանան, որ զարգացման ճանապարհի խոչընդոտ Փաշինյանին չկարողացան հեռացնել, ուստի հետընտրական պայքարն ավտոմատ կերպով դառնալու է ընդդեմ ծրագիր, Փաշինյանին հեռացնելու ծրագիր։ Փաշինյանի խաղի կանոններով մասնակցելու ցանկություն հայտնածները նրա հաղթանակի պարագայում շատ դժվար են վիճարկելու ընտրության արդյունքները, եթե ընտրախախտումներն էական չլինեն։ Ուրեմն ինչ ենք անելու։ Տեսակ չէ, որ շատ վատ էլ վիճարկեցին, շատ անհամոզիչ։ Այս ինչ որ ասված էր, ընտրություններից առաջ էր ասված, ժողովուրդ, մի ամիս ավել առաջ։
Այդ ժամանակ քաղաքական դաշտը փաստի առաջ կանգնեցրած ու փակուղի մտցրած ընտրություններին մասնակից ընդդիմադիր ուժերը գուցե նկատեն, որ կային գործիչներ, որոնք դեմ էին Փաշինյանի խաղի կանոններով ընտրություններին մասնակցելու, առավել ևս, որ առանց այն էլ ընդդիմադիրների հաղթելու շանսերը մեծ չեն, ու մի բան էլ եղած ձայները փոշիացնեին իրենց մասնակցությամբ կլիներ սխալ։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Ճապոնիայի կայսերական բանակի կրտսեր լեյտենանտ Խիրո Օնոդան 30 տարի կռվում էր Ֆիլիպինների անտառներում, երբ պատերազմը վաղուց ավարտվել էր։ Նա չէր հավատում իր երկրի պարտությանը, հավատալուց հետո էլ չէր հաշտվում այդ մտքի հետ, քանի որ երդվել էր մինչև վերջ պայքարել, երբ պարտված Ճապոնիան զարգացել էր, անցել անգամ իրեն հաղթած երկրներից։ Կարող է թյուր տպավորություն ստեղծվել, թե մինչ ինքը կռվում էր, մյուսները երկիրը շենացնում էին, բայց դա այդպես չէ։ Այդ երկրում բոլորն են Օնոդա, չեն հաշտվում պարտության հետ, ցանկանում են հզորացնել իրենց երկիրը, որպեսզի նման բան այլևս իրենց հետ չկատարվի։ Ուղղակի ամեն մեկն իր տեղում ու իր ձևով է այդպես մտածում ու վարվում։ Իսկ պարտության հետ առաջին չհաշտվողը վարչապետ Կանտարո Սուզուկին էր, բարոն էր իմիջայլոց ինքը, ադմիրալ ծովակալ։ Երբ կայսր Խիրոխիտոյի Ճապոնիայի կապիտուլյացիայի մասին հայտարարությունից ու դրանից 2 օր անց Կվանտունյան բանակի կողմից այն ընդունելուց անմիջապես հետո հրաժարական ներկայացրեց, քանի որ նա էլ իր տեղում ու իր ձևով էր Խիրո Օնոդա։ Իսկ եթե պատերազմի ավարտից 7 ամիս անց տեղի ունենալիք ընտրության արդյունքներով կհաշտվենք մեր պարտության ու մեծ կապիտուլյացիայի հասցրած Փաշինյանի կառավարման հետ, ուրեմն էլ չասենք, թե ինչու մեր երկիրը չի զարգանում, ուրեմն մեր ազգի հավաքական կերպարով, ավելի ճիշտ աշխարհընկալմամբ Օնոդա չենք, իսկ թե ով ինչ է, դատեք ինքներդ։ Ես դրա համար մի անգամ մի առիթով էլ գրել էի, որ ամեն խիրո Օնոդա չի էլի, նենց որ չհամեմատվեք այդ մարդու հետ։ Այս ձևով են երկիր ստեղծում, այս արժանապատվությամբ են երկիր պահում։ Իդեպ բարոն Կանտարո Սուզուկին այնպիսի ժամանակ էր նշանակվել, որ ինքը ոչ մի մեղք չուներ այդ պատերազմի հետ կապված, բայց նա ասեց կապիտուլյացիա հայտարարած վարչապետը չպետք է մնա այդ պաշտոնին։ Իրան ով էր ազատում։ Իրան բերել էին, որ այդ վիճակից փրկի։ Այսինքն մենք դրանից շատ հեռու ենք, ժողովուրդ ջան։ Մենք դրան հասնելու համար եսի մի 1000 տարի պետք է, էլի, եթե իհարկե թողեն այդ 1000 տարին մեր երկիրը նորմալ զարգանա։ Ցավոք, այն արժանապատիվ ձևով մարդիկ, ովքեր որ կցանկանան մեր երկրում բան փոխեն, քանակական առումով բնականը քիչ է։ Էդ էլ պետք է մենք հաշվի առնենք, որովհետև միշտ էլ այդ խնդրեմը կա, որ քանակական առումով այն մարդիկ, ովքեր որակ կարող են ստեղծել, քանակական առումով քիչ ելնելով, այս իրան զորբայությամբ կճնշեն, ամեն ինչ կանեն, որ դա երբեք նրանք չկարողանան որոշում կայացնողներ լինեն։ Ցավալիորեն դա է իրավիճակը։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք այդ Վարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։